Սիրելի հայրենակիցներ, արդեն 2026 թվականն է։ Որքան էլ ամանորյա չի հնչում, Հայաստանին հրաշքներ պետք չեն։ Մեզ ընդամենը պետք է ազնիվ, պրոֆեսիոնալ աշխատանք, ամեն օր, բոլոր մակարդակներում։ Հայաստանին պետք է խաղաղություն, ուժ, արդարություն, եւ դա մեր ուժերի սահմաններում է։ Մենք պատրաստ ենք սկսել պետությունը ոտքի կանգնեցնելու համակարգային աշխատանքը։ Հակիրճ պատմեմ, թե ինչ է արվելու մեր կառավարման ժամանակ եւ ինչ է մեզ սպասվում։ Կլինի խաղաղություն ուժի եւ նպատակների միասնության շնորհիվ։ Պետությունը կլինի մարդու հուսալի պաշտպանը, արժանապատվություն, հավասար պաշտպանված իրավունքներ, քաղաքացու առաջ հաշվետու պետություն։ Տնտեսություն եւ հնարավորություններ։ Ստեղծում ենք խելացի պետություն։ Գլխավոր խնդիրը պայմաններ ստեղծելն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրացնել իր ներուժը։ Ոչ թե ինչ-որ բան ստանալ պետությունից, այլ ունենալ սեփական աշխատանքի եւ տաղանդի միջոցով վաստակելու հնարավորություն։ Մենք կհեշտացնենք պետության այդ փոխգործակցությունը, արմատապես կկրճատենք պետական ծառայություններ ստանալու ժամկետները, կիրականացնենք մարզերում փոքր ձեռնարկությունների աջակցման ծրագիր այնտեղ, որտեղ աշխատատեղերն առավել անհրաժեշտ են։ Նպատակը պարզ է՝ ստեղծել տնտեսություն, որտեղ հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես ես աշխատում, այլ ոչ թե նրանից, թե ում ես ճանաչում։ Երևան, Հարավային Կովկասի մեգապոլիս խելացի տրանսպորտային համակարգով եւ մաքուր օդով։ Երևանը պարզապես մայրաքաղաք չէ։ Այն քաղաք է, որտեղ ապրում է մեր երկրի բնակչության 1/3-ը։ Այն թե որքան հարմար է Երևանը ապրելու համար, ուղղակիորեն ազդում է 1 միլիոն մարդու կյանքի որակի վրա։ Մենք կսկսենք քաղաքի զարգացման գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները։ Դա կանենք ոչ թե միայն պաշտոնյաների ուժերով, այլ միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Մասնագետների, որոնք կառուցել եւ վերակառուցել են քաղաքներ ամենաբարդ պայմաններում՝ Հոնկոնգից մինչև Սինգապուր, Դուբայից մինչև Լոնդոն, Նյու Յորքից մինչև Մոսկվա։ Քաոսային կառուցապատումը կվերածենք հարմարավետ քաղաքային միջավայրի։ Խցանումները դարձել են Երևանի հիմնական խնդիրներից մեկը։ Մենք կգործարկենք արհեստական բանականության վրա հիմնված խելացի տրանսպորտային կառավարման ծրագիր։ Համակարգը իրական ժամանակում կվերլուծի երթևեկության հոսքերը եւ կհարմարեցնի լուսացույցերի աշխատանքը։ Շրջակա միջավայրի պաշտպանությունը առաջնահերթություն։ Ամբողջ քաղաքում կտեղակայվի օդի որակի մոնիտորինգի կայանների ցանց։ Տվյալները կլինեն բաց, յուրաքանչյուր բնակիչ կկարողանա իրական ժամանակում տեսնել, թե ինչ օդ է շնչում։ Սա քաղաքի մաքրության ուղղությամբ համակարգային աշխատանքի առաջին քայլն է։ Զարգացած մարզեր ու գյուղեր ամուր կապված իրար հետ։ Հայաստանը չի ավարտվում Երևանի սահմաններով։ Մեր մարզերն ու գյուղերը ոչ թե ծայրամասեր են, այլ երկրի հիմքը։ Այստեղ ապրում են մարդիկ, որոնք կերակրում են մայրաքաղաքը, պաշտպանում են սահմանները, պահպանում ավանդույթները։ Հայաստանի յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա հասանելիություն որակյալ ենթակառուցվածքների, հուսալի եւ անվտանգ ճանապարհներ, երկաթ գծի զարգացած ցանց, ջուր, ինտերնետ, բժշկական ծառայություններ։ Սրանք ոչ թե առավելություններ են, այլ կոնկրետ պահանջներ։ Երբ վերանորոգվում են ճանապարհներ, կառուցվում են դպրոցներ, բացվում են բուժ հիմնարկներ, դա քաղաքականություն չէ, դա աշխատանք է, որը պետությունը պարտավոր է անել։ Մեր հայրենակիցները Արցախից։ Ավելի քան 100,000 մեր հայրենակիցներ դարձել են հարկադրված տեղահանվածներ։ Նրանք ապրում են մեր կողքին, մեզ հետ, երաշխավորված արժանապատիվ կյանք Հայաստանում եւ վերադարձի ու հատուցման իրավունք։ Ես ուզում եմ հստակ ասել, որ այս իրավունքները սակարկման ենթակա չեն։ Վերադարձի իրավունքը երաշխավորված է միջազգայինորեն, նախ եւ առաջ հաստատված է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ։ Մենք շարունակելու ենք այս իրավունքի իրացմանը հասնել բոլոր հասանելի իրավական միջոցներով։ Եվ մենք պետք է հստակ գիտակցենք, Հայաստանի անվտանգությունը նախ եւ առաջ իրավունքի համակարգում է, ոչ թե հարևանների բարի կամ չար կամքի մեջ, որքան էլ նրանք ուժեղ լինեն։
միասնության մասին։ Վերջին տարիներին մեզ անընդհատ բաժանել են։ Քաղաքական գործիչները հասարակությանը բաժանել են մերոնց եւ ուրիշների, նախկինների եւ ներկաների։ Սրան պետք է վերջ դրվի։ Քաղաքականության մեջ կարող են լինել տարբեր հայացքներ, դա նորմալ է, բայց մենք ունենք մեկ երկիր, մեկ պատմություն, մեկ ապագա։ Ուսուցիչը Գյումրիում, ձեռնարկատերը Երևանում, Վայոց ձորի բնակիչը բոլորը ցանկանում են նույնը՝ անվտանգություն, արդարություն եւ նորմալ կյանք իրենց երեխաների համար։ Ես տեսնում եմ պետության ղեկավարի առաջ դրված մեկ խնդիր՝ աշխատել բոլորի համար։ Ոչ թե միայն նրանց համար, ովքեր քվեարկում են կոնկրետ քաղաքական գործչի օգտին, այլ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Սրանք գեղեցիկ խոսքեր չեն, սա ուժեղ պետություն կառուցելու միակ ճանապարհն է։ Առջևում մեծ աշխատանք կա։ Կլինեն դժվարություններ, կլինեն սխալներ, բայց գլխավոր հարցում ես վստահ եմ։ Հայաստանն ունի հաջողության համար անհրաժեշտ ամեն ինչ՝ տաղանդավոր մարդիկ, հարուստ մշակույթ, ռազմավարական դիրք, ընկերներ աշխարհում եւ ամենակարևորը՝ մեր երիտասարդությունը։ Մեր երկրի տարբեր վայրեր այցելելիս ես տեսնում եմ, որ մեր վստահության եւ լավատեսության հիմքը մեր երիտասարդներն են՝ սրտացավ, ազնիվ, սովորելու ձգտող, հայրենասեր։ Նրանց պետք է վստահություն եւ այդ վստահությունը մենք կտանք։ Սկսելով լայնածավալ կադրային ծրագրեր երիտասարդ մասնագետներին պետական ծառայության համակարգ ներգրավելու համար։ Եվ հետո 5 տարի, 10 տարի անց մենք հետ կնայենք եւ կասենք. ահա հենց այդ ժամանակ ամեն ինչ սկսվեց փոխվել։ Շնորհավոր նոր տարի։ Սիրելի հայրենակիցներ, թող 2026 թվականը ձեր ընտանիքներին բերի առողջություն, բարեկեցություն եւ վստահություն վաղվա օրվա նկատմամբ։